Նոյեմբերի 28-ին մայրաքաղաքի Սիսակյան փողոցի տներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Գործել էին դանակի սպառնալիքով եւ փորձել գումար հափշտակել։ Տուժողը աղջիկ էր, որը հարձակման պահին տանը մենակ էր եղել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կատարվածի մասին տեղեկացան դեպքից կարճ ժամանակ անց։ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների շնորհիվ իրավապահները շուտով պարզեցին ավազակային հարձակում կատարողների ինքնությունը։ Կասկածյալները երկուսն էին, որոնցից մեկն ի դեպ անչափահաս էր։ Օպերատիվ տեղեկությունները իրացնելով դեկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել Գոռ Մինասյանը եւ հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին անչափահաս Արթուրը, որտեղ պարզվել է, որ վերջիններս Սիսակյան 4 շենքի 13-14 բնակարաններ գնալով պահանջել են բնակարանի տիրուհուց ատրճանակի սպառնալիքով 100,000 ՀՀ դրամ եւ չստանալով գումարը ստուգել են վերջինիս բնակարանի դարակները եւ թողել հեռացել դեպքի վայրից։ Բերման ենթարկվածներն էին երևանցիներ Գոռ Մինասյանն ու Արթուրը։ Ոստիկանությունում օպերատիվ բացատրական եւ քննչական աշխատանքի արդյունքում կասկածյալները շուտով խոստովանական բացատրություն տվեցին։ Ըստ նախաքննության նախնական տվյալների, ավազակային հարձակումը մտահղացել էր Մինասյանը եւ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Արթուրի հետ նոյեմբերի 28-ին ժամը 20-ին մտել էին տուժողների տուն։ Մտանքնես Գոռս պիստոլետը հանեց, բայց ճակատին Ոտքս կապտացրեց, խփեց ինձ ուժեղ, ձեռքս սահոլոր է, մեկ էլ բանա 100,000 գումար էր պահանջում, որ 100,000 չտաս, քեզ իստեղ կսպանեմ։ Ես էլ իրան ասեցի, այդ գումարը ես չունեմ, քաշ տարավ ներսի սենյակ, մազեիցս բռնելով, որ սերվանդի դարակները քանդել, պահարանի դարակները քանդելով գումարներ մանգալի։ Ահաբեկված տուժողը, վախենալով, որ Մինասյանը կարող էր նորից վերադառնալ ու վնասել իրեն, դեպքից անմիջապես հետո հեռացել էր տնից եւ գիշերել փողոցում։ Ոստիկանությունում Գոռ Մինասյանը փորձում էր արդարանալ, նշելով, որ ճանաչում էր տուժողին եւ չէր ցանկանում վնաս պատճառել նրան։ Ուղղակի որոշել էր մի թեթև զվարճանալ։ Ատակի ուզում անել, ենի լավ չէ վերջը։ Գոռ Մինասյանը սակայն հավանաբար չէր գիտակցում, որ կատարվածի մասին կարող են տեղեկանալ նաև իրավապահները եւ չէր պատկերացնում, որ իր այսպես կոչված կատակի համար կարող է բերման ենթարկվել ոստիկանություն ու կանգնել պատասխանատվության առաջ։ Փաստի արդի ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։